Ողջույն, այսօր հաղթող հայեր ոդքասթի եթերում ենք, մեր հյուրն է Երևանի Պետական Համալսարանի ազգագրության եւ մարդաբանության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Արայիկ Մկրտումյանը։ Ողջույն Արայիկ, շնորհակալ եմ, որ մեզ հյուր եկար։ Այսօր մեր քննարկման թեման լինելու է երիտասարդությունը եւ թե ինչի համար է, որ երիտասարդությունը пассив է համարյա թե բոլոր տեսանկյուններից, ոլորտներում։ Բեր սկսենք սկզբից, ուսանողական այդ շրջանից արդեն զգացվում է, որ пассивություն է նկատվում եւ դա վերջին 1-2 տարվա խնդիր չի, այլ անկախությունից ի վեր այդ խնդիրը կա մինչ օրերս։ Մի փոքր սկսենք, երևի այդտեղից մտ քո կարծիքը ասես, թե ինչի հենց ուսանող տարիներից չի նկատվում ակտիվությունը եւ պետք է ամենավառը այդ ժամանակաշրջանում լիներ։ Կարծում եմ խնդիրը իրոք շատ ակտուալ է, այսինքն երիտասարդության пассивությունը այն կարգի նկատելի է, որ մենք տեսնում ենք, որ երիտասարդությունը իրոք ակտիվ չի։ Ու կարծում եմ, եթե գլոբալ առումով փորձենք հասկանալ, թե որն է այդ пассивության ընդհանուր խնդիրը, երևի երիտասարդությունը չգիտի, թե ինչով զբաղվի։ Այսինքն ինքը ինչի համար ակտիվ լինի, որտեղ ակտիվ լինի, ինչ պիտի տա իրեն այդ ակտիվությունը, ինչ որ համընդհանուր պատկերացումներ, քանի որ բացակայում է ընդհանուր երիտասարդական խավ որպես այդպեսին գոյություն չունի, կան միայն առանձին խմբեր, դրա համար էլ ընդհանուր երիտասարդությունը շարունակելու է առհասարակ пассив մնալ, ինքը չգիտի ինչ անի։ Այսինքն, բայց մենք կարող ենք շեշտել նաև, որ ուսանողներ կան, որ ունեն փայլուն մտքեր, բայց չգիտեն որտեղ այդ մտքերը կիրառեն։ Դե տես, ուսանողը կարող է ունենալ փայլուն մտքեր, բայց ուսանողը չգիտի որտեղ իրացնի։ Ուսանողը ապրում է մի միջավայրում, որտեղ կրթությունը, եթե անկեղծ ասենք, դեռևս մեծ չափով սիմվոլիկ բնույթ ունի, այսինքն սոցիալական ստատուսի համար, դիպլոմ։ Ու եւ ուսումը, կրթությունը եւ հասարակական ինչ-որ ակտիվությունը շարունակում է մնալ դեռևս չհասկացված ինչ-որ մի բան, այսինքն մարդիկ ակտիվ լինելու արդարացված պատճառներ չունեն, մարդիկ չգիտեն որտեղ ակտիվ լինեն։ Ուսանողը եթե ինքը ակտիվ է, կարող է նկատի, որ իր մտքերը ոնց որ հետադարձ պատասխան չեն ստանում ոչ մեկի կողմից, ինքը ինչ-որ միտք կարող է արտահայտի ու հետո այդ միտքը մնա անպատասխան, անարձագանք, մարդը հոգնի ու էլ որոշի չզբաղվի, որևէ տենց եթերային մի բանով։ Այդ եթերայիններից կանադարանք ինձ մի հատ կարծրատիպ կա, որ ուսանողությունը, ես ինչի համար եմ շեշտը կատարում ուսանողության վրա, հետո կանադառնանք ընդհանուր երիտասարդությանը, քանի որ ես գտնում եմ, որ ուսանողությունը այն իդեալական ժամանակաշրջանն է, երիտասարդությունը ճիշտ օգտագործելու, ճիշտ քայլեր կատարելու, բայց այսօրվա իրականությունը այնպիսին է, որ ուսանողը չգիտի հասցնի նույն մարզից եկածը հասցնի աշխատի, ուսման վարձը վճարի, այդ առօրյա հոգսերով զբաղվի, թե զբաղվի ակտիվ գործունեությամբ։ Սա քո համար ինչ կասես սրա վերաբերյալ, թե ազդում է նրանց ակտիվության վրա, թե ոչ։ Բնականաբար ազդում է, բայց չեմ կարծում, թե սա հենց հայկական խնդիր է, որովհետև ուսանողը հենց ավանդաբար այդ շատ զբաղվածություն, քիչ ֆինանսական հնարավորություն ունեցող մարդն է, ոնց որ եղել է բոլոր ժամանակներում, հիմա էլ տարբեր եւ արևմտյան երկրներում էլ նույնն է, այսքան ուսանողը սովորաբար դաս, գործ, տուն, գումար այդ խնդիրները ունի, բայց մի այլ հարց է այն, որ այսօր հայ ուսանողը ոչ թե հասարակական կամ ինչ-որ սոցիալական ակտիվություն չունի, ոչ թե նրա համար, որ ժամանակ չունի, այլ չգիտի, թե որտեղ իրեն ցույց տա, այսինքն ինչ-որ ազատ ժամանակ ինքը հաստատ ունի, ամբողջ օրը ինքը չի աշխատում կամ ամբողջ օրը մենակ սովորելով չի զբաղված, բայց այդ ազատ ժամանակը ուսանողը չի փորձում իրացնի ընդհանուր հասարակական կամ թեկուզ քաղաքացիական ինչ-որ մի ձևով, որովհետև մեր մոտ բացակայում է այդ համընդհանուր ինչ-որ մի մթնոլորտը, համընդհանուր խնդիրները, իրավիճակին տեր լինելու սեփականության գիտակցումը։ Մեր մոտ քանի որ եւ ավակ եւ կրտսեր տարիքային խմբերը ավելի շատ զբաղված են ոչ թե իդեաները գեներացնելով, այլ ավելի շատ արձագանքելով տեղի ունեցողին, այն էլ կիսատ պռատ։ Դրա համար մեր մոտ մնում է, այսինքն մի բան լինի արձագանքենք։ Մենք ինքներս սովորաբար չենք փորձում որևէ բան մենք սկսենք։ Մենք սպասում ենք, որ մի բան լինի, մենք դրան կիսատ պռատ արձագանքենք։ Հիմա որ նայում ենք, այս նորագույն տեխնոլոգիաները արդեն զարգացել է Հայաստանում վերջին տարիներին առավել շատ,
Facebook, Instagram այդ սոցհարթակները, որտեղ նույնիսկ կարող են քիչ ժամանակով իրենց տրամադրել այդ քիչ ժամանակ եւ այդտեղ ակտիվություն ցուցաբերեն, բայց սա համարվում է արդեն ակտիվություն, քանի որ ռեալ գործունեություն չկա։ Միջոցառումների մասնակից, օրինակ ես շատ եմ նկատել, որ միջոցառումները տեղի ունենում, նույնիսկ հենց երիտասարդների համար пассивությունը շատ է։ Այսինքն վստահություն չկա։ Տես, եթե մի փոքր հետ գնանք, Հայաստանում դեռևս այդ հասարակական աշխատանքը ընկալվում է որպես ձրի գործ։ Այսինքն այդ ձրի աշխատելու ամոթի գիտակցումը դեռևս կա։ Մի բան, որ օրինակ արևմուտքում հպարտություն է համարվում, այսինքն դու այնքան գիտակից քաղաքացի ես, որ պատրաստ ես անվճար աշխատես քո երկրի համար, քո հասարակության համար, Հայաստանում դեռևս կարող է ծիծաղ առաջացնի կամ նույնիսկ ձեռ առնեն այդ մարդուն։ Դրա համար էլ նախադեպն էլ չկա Հայաստանում այդ երիտասարդի ակտիվ լինել։ Ինտերնետում երիտասարդը կարող է ակտիվ լինի, բայց այդ ակտիվությունը պրակտիկ ոչ մի բան չունի, այսինքն կարող է լայք դնեն, 1-2 մեկնաբանությամբ փորձեն շարժում մի քիչ տանեն, հետո կիսատ թողեն գնան, որովհետև ինտերնետից դա դուրս չի գալիս դեպի հասարակական դաշտ, դա չի վերածվում պրակտիկ գործողության։ Դրա համար ինչը սկսվում է ինտերնետում, հիմնականում ինտերնետում էլ մեռնում է։ Հենց այդ խնդիրն է, էլի։ Հիմա որն են մեթոդները, որ կարող է երիտասարդությունը դուրս բերել այդ ինտերնետային դաշտից եւ ավելի շատ։ Օրինակ ես որ տեսնում եմ միտեղ հավաքված են երիտասարդներ եւ կադրում են որոշակի միջոցառում, նույն հայկական ավանդական ինչ-որ մի բառ են ապարում, դա իմ համար ուրախություն է, ես տեսնում եմ, ուրախանում եմ, բայց իմ կարծիքով դա պետք է լիներ սովորական։ Կարծում եմ այդ նրանից է, որ այսինքն անկախության հենց սկզբից սկսած հայ հասարակությունը շարունակաբար ապրել է տնտեսական եւ նաեւ այդ պատերազմական ստրեսի մեջ, ու քանի որ մարդկանց զբաղմունքի մեծ մասը եղել է տնտեսական հարցերի լուծումը, որպես այդպեսի ոնց որ ժամանակ ու մոտիվացիա էլ չի մնացել հասարակական ինչ-որ մշակութային ֆոն ապահովելու համար բոլորի մոտ։ Կարծում եմ երիտասարդությունը կսկսի ավելի շատ ներգրավված լինել այդ հասարակական process-ներին այն ժամանակ, երբ քիչ թե շատ այդ ստրեսը ավելի թուլացած կլինի, երիտասարդությունը ավելի շատ ինքն իրան պատասխանատու ու տեր կզգա իրավիճակին, հասկանալով, որ երկրին տեր լինելը ոչ թե միայն քաղաքական կատեգորիա է, այլ նաև մշակութային, հասարակական, սոցիալական։ Հիմա որ նայում ենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունում կան երիտասարդական կառույցներ, ՀԿ-ներ, որոնք փորձում են ամենցև երիտասարդներին ներգրավել։ Ինչ ես կարծում, երիտասարդների կողմից վստահություն չկա դեպի այդ դաշտ, թե ինչն է խնդիրը։ Իմ անձնական քննադատականով վստահություն չկա։ Հա, վստահություն չկա, ու այդ վստահության հիմնական պատճառը դա է, որ սովորաբար հասարակական կազմակերպությունների նկատմամբ կա կարծրատիվ, որ աշխատում են ինչ-որ մեկի համար։ Դրա համար էլ մարդկանց մեծ մասը փորձում է չներգրավվի մի ինչ-որ կառույցում, որը տեսելի, այսինքն այդ ձրի աշխատելու հետ կապված, քանի որ ձրի աշխատելը պրոբլեմ է, դու գնում ես ինչ-որ ՀԿ-ում փորձում ես ձրի աշխատես, լավ բան անես, մարդիկ չեն հավատում այդ ձրի աշխատանքին։ Ասում են անպայման, ուրեմն դու ինչ-որ մի օգուտ ունես։ Ու քանի որ նաև ստացվում է այնպես, որ ինչ-որ մի հասարակական կազմակերպություն կամ նախաձեռնություն ի վերջո պարզվում է, որ ուրիշ նպատակ ունի կամ աշխատել է ուրիշ բանի համար, բայց խոսել է մի բան, մարդիկ ասում են դե լավ, շարից փորձանքից հեռու։ Դե նմանատիպ դեպքեր եղել են, իմ կարծիքով հենց դա է պատճառը, որ շատ են եղել, նմանատիպ դեպքեր շատ են եղել։ Դա է պատճառը, որ երիտասարդությունը ավելի շատ հրաժարվում է։ Ես եթե մի քիչ էլ ավելի հետ կգնայի, օրինակ եթե համեմատենք Եվրոպան ու Հայաստանը հասարակությունների այդ զարգացման առումով, Եվրոպայում կարելի է ասել հասարակական կազմակերպություն ասվածները շատ վաղ ծագում ունեն։ Կարելի է գնալ նույնիսկ հասնել մինչև խաչակրաց արշավանքները ու ընդեղից գալ ցույց տալը, թե Եվրոպայում ինչքան շատ են եղել խմբեր, որոնք պատրաստ են եղել ոնց որ անվճար աշխատեն հանուն գաղափարի։ Սկսած ասպետական օրդեններից մինչև ներկայիս հասարակական կազմակերպությունները։ Հայ ժողովրդի բախտը լրիվ ուրիշ ձև է գնացել։ Ու սովետի ժամանակ էլ այդ անվճար հասարակական աշխատանքը եղել է կուսակցականացված պարտադիր մի բան, հետո դա էլ
փուլ է եկել 90-ականներին ու որպես այդպիսին հասարակությունը սովոր չի եղել հասարակական բնույթի աշխատանքներին։ Ու այսօր մեր մոտ նոր-նոր է սկսում այդ ոլորտը քիչ թե շատ կայանալ։ Խմբերը նոր են բացվում, շատերը փակվում են, որովհետև չեն կարողանում իրենց միտքը նորմալ գեներացնեն, չեն կարողանում իրենց հասակակիցներին բերեն գործունեության դաշտ կամ երկրում էլի ինչ-որ մի խնդիր է լինում, որը ստիպված ուշադրությունը շեղում է այլ հարցերի վրա։ Ես վստահ եմ, որ այդ ոլորտը կկայանա, երիտասարդությունը այսպես թե այնպես ներգրավելու է երկրի քաղաքական, մշակութային, քաղաքացիական, սոցիալական բոլոր ոլորտներում ինքը ներգրավելու է, բայց դա լինելու է ավելի դանդաղ ու ավելի երկարատև, քան մեզ պետք էր։ Այն հիմա դու օրինակը բերեցիր Եվրոպային, ասացիր, որ նրանք պատրաստ են համախմբվել, կատարել այդ անվճար աշխատանքը, հանուն գաղափարի, իսկ այդ գաղափարը այսօր Հայաստանում կա ըստ քեզ, որ գեներացնի երիտասարդությանը, չեմ ասում ամբողջ երիտասարդությանը, բայց երիտասարդությանը զանգվածի նախ ամբողջ երիտասարդությունը այսպես թե այնպես չի էլ ներգրավելու, այսինքն բնակչության կամ այդ երիտասարդության 2-5-6%-ն է ակտիվ լինելու, որ հետևից ստանի մյուսներին։ Դա նորմալ է, այսինքն 100% երիտասարդությունը ակտիվ չի կարող լինել։ Մեր մոտ գաղափարը կա, բայց մեր մոտ գաղափարները կիսատ են մնում որպես այդպեսին։ Այսինքն սկսվում է օրինակ հայրենասիրությունը, այդ հայրենասիրությունը կիսատ է մնում։ Սկսվում է մշակութային, այդ մշակութայինը կիսատ է մնում։ Այսինքն երիտասարդությունը դեռևս ման է գալիս, թե ինչի վրա ինքը ֆիքսվի, ինչ սկսի անել, որ դա վաղը մյուս օր, այսպես ասած, ինչ որ մի օգուտ բերի, օգուտ ֆինանսապես նկատի չունեմ, այլ առհասարակ երևա, որ դու գործ ես արել, երևա, որ այդ արածդ գործը ուրիշների համար հասկանալի է եղել, որ եթե դու աշխատես հասարակական ոլորտում, դու տեսնես, որ ես հասկանում եմ դու ինչ ես աշխատում, ինչի համար ես անում, որ ես գնահատեմ քո արած աշխատանքը։ Բայց եթե դու զբաղվում ես մեկ, ասենք, աղբահավաքությամբ, մեկ մշակութային ինչ-որ մի գործով, մեկ կրթական, մեկ մի ուրիշ բան, ու տենում ես, որ ես դրանցից ոչ մեկին արձագանք չեմ տալիս, իմ համար խոշոր հաշվով մեկ է, թե դու ինչ ես անում, ես քեզ չեմ հավատում, հնարավոր է դու էլ կորցնես քո վստահությունը, քո հավատը, որովհետև դու անում ես, դու լսում ես, հետո մնում ես մենակ։ Այսինքն գաղափարը տրվում է եւ չի շարունակվում։ Գաղափարն ունենք։ Նայեք, այս մի տեսանկյունն էլ կա, որ երիտասարդությունը վախենում է այս վաղ տարիքից, ենթադրաբար որոշակի կազմակերպության կամ անհատների հետ աշխատում է եւ վերջում այդ ամեն ինչը վերածվում է քաղաքականության։ Հայաստանում դա պրակտիկ երևույթ է եւ երիտասարդությունը ավելի շատ խուսափում է այդ ամեն ինչից, որպեսզի այդ դաշտից հեռու մնա։ Դե հա, որովհետեւ հիմա այսօրվա քաղաքական դաշտը ոչ միայն այսօրվա անկախությունից միշտ այդ վիճակն է եղել։ Այդպես, քանի որ Հայաստանում դրված է կամ իմ կողմից ես, կամ իմ կողմից չես։ Ու խոսքը մենակ քաղաքականության մասին չի, նույնիսկ երկու հասարակական կազմակերպություն կարող է թաքուն թշնամանք ունենան իրար հանդեպ։ Մրցակցություն չէ, այլ համարյա թե թշնամանք։ Մեկը մեկի արածին վատով վերաբերվելու կամ նսեմացնելու հետ կապված։ Քանի որ Հայաստանում միշտ իմ հետ ես կամ իմ դեմ ֆորմատն է աշխատել, դա եղել է եւ հասարակական եւ մնացած ոլորտներում, այդ աշխատանքի նախադեպը չունեցող դպրոցականը, երբ որ դառնում է ուսանող, նա պատրաստ չի այդ կարծրացած աշխարհից դուրս գա ու միանգամից դառնա հասարակական լավ գործիչ։ Նա պիտի առնվազն տեսած լինի եւ ավակ սերնդի եւ իր հասարակակիցների կողմից բավական ակտիվ աշխատող, այսինքն process պետք է տենա, որ ինքը փորձի ներգրավի process-ի մեջ։ Եթե ինքը process չի տենում կամ շատ քիչ է տենում, ինքը հնարավոր է վախենա կամ չհավատա։ Այն, որ խոսում ենք այդ ամեն ինչի մասին, Հայաստանում վերջին տարիներին անկախությունից ի վեր եղել է մի հրաշալի 18 թվականը։ Ամբողջովին երիտասարդական ուժն էր, հարվածող ուժը երիտասարդականն էր։ Կարող ենք ասել, որ այդ ամեն ինչից հետո եղավ անկումներ, հիասթափություններ որոշների մոտ ոչ, որովհետև երբ որ լինում են շարժումներ կամ առհասարակ որևէ գործունեություն ու երիտասարդությունը այդ ամեն ինչից հետո ծախողում է համարում։ Ճիշտ է, այդ բային հաղթանակ, հետո ծախողում եւ այդ ամեն ինչից հետո այդ իրենց նորից բերել այդ դաշտ հնարավոր է։ Տես, եթե հարցին այդ կտրվածքով նայենք, ուրեմն երիտասարդությունը երբեք էլ չի կարող արդյունք տալ, որովհետեւ նա մեծ ձախողումից հետո հնարավոր է հիասթափվի, բայց այն ինչ որ տեղի ունեցավ, դա չի կարելի ասել երիտասարդության ձախողումներ։
իրենք իրենց մեջ իրենց համար են ցախողված տարիներ հետո, ոչ թե ցախողվածները համար, որ այդ պահին ցախողվեցին, այլ սխալ որոշում կայացրեցին։ Իմ կարծիքով երիտասարդությունը հենց նրանով է առանձնահատուկ, որ ինքը այդ չհամակերպվող զանգվածն է, այսինքն նա պիտի 10 անգամ էլ ձախողվի, 20 անգամ էլ ձախողվի, բայց շարունակի նորանոր ճանապարհներ գտնել, որովհետև երիտասարդությունը ավելի շատ ոչ թե սառը դատողության ու հաշվարկով է աշխատում, այլ էմոցիայի հուզմունքի տվյալ պահի խնդրին կտրուկ ու երբեմն էլ անկանխատեսելի արձագանքելու ձևաչափով ու նույնիսկ եթե 10 անգամ էլ սխալվի, երիտասարդությունը չպիտի կարողանա համակերպվել։ Համակերպվող երիտասարդությունը դա շատ վտանգավոր երևույթ է։ Դա ավելի վատ է, քան արդեն հանձնվածը, որովհետև եթե երիտասարդությունն է համակերպվում, ասում է վերջ, ուրեմն այդ երկիրը ապագա չունի, առհասարակ ապագա չունի։ Նայ ես ուսումնասիրություններն էի նայում, ասում է, որ Հայաստանում երիտասարդության մեծամասնությունը հետազոտությունների արդյունքում մեծամասնությունը ավելի շատ կողմնորոշում ունի դեպի Եվրոպա, եվրոպական կրթական համալիրները, ինչով է դա բնավորված, որ մեզանից ավելի ավագ սերունդը նույնը չգիտի անգլերեն լեզուների տիրապետում։ Հիմա ամբողջը տանում է դեպի այն կողմ եւ այդ հակադրությունն է կարող է լինել, որ երիտասարդության մեջ, այսինքն դու ոչ քաղաքական նայենք Եվրոպա, Ռուսաստան այդ ամեն ինչը տնենք մի կողմ, որ երիտասարդությունը ավելի շատ նայում է Եվրոպայի օրինակները։ Նորմալ է, լրիվ նորմալ է, որ այդպես է պիտի լինի, որովհետև այսօրվա երիտասարդության սոցիալական պահվածքը, այսինքն իր զբաղմունքը տեխնոլոգիական առումով լրիվ արևմտյան է։ Այսինքն այդ նույնը սոցիալական կայքերը, այդ բրենդները, թրենդները, այն ինչը որ կա, գալիս է 90%-ով Եվրոպայից։ Հա, նույնն է Ու նորմալ է, որ մարդիկ զբաղվելով եվրոպական մշակութային ապրանքներով, ասենց ասած, պիտի հետաքրքրվեն Եվրոպայով, դա ինչ որ նոր բան չի։ Եթե պատմությանն էլ նայենք, նույնիսկ ռուսական կայսրության վերջին տասնամյակներին եւ Պետերբուրգյան եւ Թիֆլիսյան երիտասարդությունը էապես հետաքրքրված էր եվրոպական քաղաքական ու քաղաքացիական գաղափարներով, եվրոպական մոդայով, ֆրանսերենը որպես այն ժամանակվա անգլերենի կարգավիճակն էր, այդպես է, որտեղ որ process է տեղի ունենում, մարդիկ ձգտում են դեպի այդ process-ը տեղի ունեցող կողմ։ Արի մի փոքր այդ տեսանկյունից նայենք, ես համակարծիք եմ քո հետ, այդ process-ների կողմ դեպի նայելը թեքվելը, բայց ինչու՞մն է խնդիրը կայանում, որ լինենք անկեղծ, ՀԿ-ների մեծամասնությունը վերցնում են նույն եվրոպական օրինակները։ Իրենց մեծամասնությունը, չեմ ասում բոլորը, մեծամասնությունը վերցնում է եւ ելին իր մոտ ցախողում է, երիտասարդները չեն գրավում։ Մենք փորձ չունենք։ Հասարակական աշխատանքի փորձ, որպես այդպեսին մենք չունենք։ Այդ հասարակական աշխատանքը մի փոքր տնենք մյուս կողմ, նույն միջոցառում է կազմակերպվում եւ հրավիրվում են երիտասարդներ, վճարով ή անվճար չի։ Նույն միջոցառումը ինչ որ մի տոն նշելու հայկական եւ այդ երիտասարդության пассивությունն է ինձ միշտ անհանգստացրել։ Տես, հա, այսինքն օրինակ կարող է լինել մշակութային ինչ-որ մի հետաքրքիր միջոցառում ու շատ քիչ մարդ կա։ Դա գալիս է արժեքների գիտակցումից։ Այսինքն երիտասարդությունը, այն երիտասարդության այն հատվածը, որը չի մասնակցում այդ կրթական, մշակութային որևէ հետաքրքիր միջոցառման, նա ոչ թե չի գալիս, որովհետև դեմ է այդ ամեն ինչին, այլ չի գալի, որովհետև չգիտի թե ինչի գա։ Դա ինչ է իրան տալու կամ դրա իմաստը որն է։ Օրինակ Կասկադում, ինչքան գիտեմ, միշտ ուրբաթ օրերը կարծեմ ազգային պարերի օր է դրված, երիտասարդները հավաքվում են, պարում են ու այնտեղ առնվազն մի 10-15 անգամ ավելի շատ մարդ պիտի լիներ։ Բայց քիչ են գալի, որովհետև եւ կարծրատիպերի հարց կա, եւ մի քիչ ժամանակի ու ֆինանսի հարց կա, որ շատերը ասենք մանավանդ մարզից Երևան եկող ուսանողների մի մասը ուղղակի այդ օրը թողում գնում են նորից իր տները երկու շաբթի գալու համար կամ հիմա ամառա մի մասը առհասարակ Երևանում չի, բայց չեն գալի, որովհետև իմաստ չեն գտնում դրա մեջ։ Նրանք ուրիշ զբաղմունքներ ունեն։ Այդ ուրիշ զբաղմունքի մեջ տեսել են ինչ-որ մի պրակտիկ բան, իսկ այդ ազգային պարը պարելու մեջ օրինակ իմաստ չեն տենում։ Իսկ այդ Կասկադի օրինակով բերենք օրինակը շատ հաճելի է, ինձ անձնապես հաճելի է, որ ես տեսնում եմ այդ միջոցառումը, բայց կարող ենք նայել այն մյուս տեսանկյունից, որ որոշների մոտ կարող է լինել այն կարծրատիպը, որ մենք գնանք, այնտեղ կոնկրետ մարդիկ են ղեկավարում, այդ մարդիկ
ներկայացնելու են իրենց անձնական հաջողությունը, որ այսքան երիտասարդություն կա մեր կողքին, մենք այսպիսի միջոցառումներ ենք կատարում։ Այդ վախը իրենց մոտ, որ չգնան այդտեղ իրենք գնան այնտեղ որպես հայկական միջոցառման, բայց վերածվի հետագայում նա, որ դա ինչ որ միտինգ կամ ցույց են տալիս իրենց ուժը որոշ նույնիսկ եթե ասենք այդքան հեռու չգնանք զուտ վերցնենք միջոցառում, օրինակ եթե ասենք ես ազգային բարի երեկո եմ դնում, չգիտեմ Կասկադում, օպերայի հրապարակում կամ մի այլ տեղ, շատերի համար դա ոչ թե դառնում է ազգային բարի երեկո, այլ դա դառնում է իմ միջոցառումը։ Այսինքն դա չի ընկալվում որպես մեր համընդհանուր արժեքի մատուցում, դա ներկայացվում է, որ ես եմ կազմակերպել, եկողներն էլ դառնում են ոնց որ իմը։ Դու էլ չես ուզում ոնց որ գազ դառնաս իմ համար կադր, չես ուզում գաս ու հարստացնես իմ միջոցառումը։ Այսինքն այդ էլի եմ ասում արժեքների գիտակցումից է շատ բան կախված, որ սա արդյոք ազգային պար է, թե սա առանձին անհատի բենեֆիսն է, որ ինքը փորձում է մարդավաքի ինչ որ գործ անի, համ էլ են վախնել կա, որ լավ, եթե ես մի գործ արեցի, դու եկար մասնակցեցիր, բա որ պարզվի, որ ես X մարդու կամ ուժի համար եմ աշխատում ու հետո կամ այլ նպատակների համար։ Այսինքն այդ վստահությունը չկա, հասարակական վստահություն մեկը մյուսի նկատմամբ չկա, որովհետև շատ երկար տարիներ մարդիկ անverջ հիասթափվել են եւ անհատներից եւ խմբերից։ Հենց այդ է։ Հիմա անդրադառնանք Երևանը մի փոքր հասկանալի է։ Հիմա անդրադառնանք մարզերին։ Մարզերում ավելի շատ է пассивությունը։ Հա։ Մարզերում, փոքր քաղաքներում, գյուղերում, համայնքներում ակտիվությունը շատ քիչ է։ Օրինակ հիմա ես մեր միջոցառումների ընթացքում այցելում ենք եւ այդ ակտիվությունը շատ քիչ ենք նկատում։ Այդ ակտիվությունը նաեւ իմ կարծիքով մեր անձնական փորձից ելնելով կարող եմ ասել, որ չկա այն մեծական ուղղորդումը։ Այսինքն, երբ որ մի հատ օրինակի համար գյուղում, մի փոքրիկ գյուղում կամ խնդիր կա, որը կարելի է երիտասարդությունը պետք է արդեն բարձրացնի, այդ գյուղական հարաբերությունները, մեկը մյուսին բարեկամ լինելը թույլ չի տալիս, որ այդ երիտասարդը այդ խնդիրները բարձրացնի։ Դա իրականում բավական լուրջ խնդրեմ է, որովհետև փոքր համայնքներում խնդիրների մասին խոսալը դառնում է միշտ որևէ մեկին կպնել ոնց որ։ Այսինքն եթե գյուղում խոսում ես ինչ-որ խնդրից, այդ խնդրի տերը ինչ-որ մի ձևով բոլորի կամ բարեկամն է, կամ հարազատն է, կամ ծանոթն է։ Մյուս կողմից էլ եթե ասենք խնդիրը ընդհանուր է, կոնկրետ անձի կամ երևույթի չի շոշափում, մի քիչ ընդհանուր է, ավագների կողմից, ավագ սերնդի կողմից դրան չմասնակցելը հիասթափացնում է նաև երիտասարդներին։ Ես կարող եմ օրինակ բերել, այսինքն ես մեր հասարակական կազմակերպությամբ գյուղերում կրթական միջոցառումներ շատ ենք անում, եթե երեխեքը միշտ շատ ակտիվ են լինում, հատկապես դպրոցական ավագ տարիքի երեխաները, մեծահասակների կողմից մենք սովորաբար շատ пассив վիճակ ենք տեսնում ու դա ազդում է նաև երեխաների վրա, ովքեր որ այն մեծերի կողմից չեն տենում աջակցություն, որ պետք է շարունակել, պետք է ինչ-որ բան անել, ոնց որ ավտոմատ կերպով իրենք էլ են սկսում հիասթափվել։ Ու դա երևում է եւ մարզերում ավելի շատ, ավելի կոնկրետ, որտեղ այնտեղ փոքր է, այնտեղ ավելի կոնկրետ է ամեն ինչ, Երևանում մի քիչ ավելի մեծ ձևով է դա արտահայտվում։ Նայ այդ նույն համայնքների վերաբերյալ որ ես ասում եմ, պարտադիր չի որ տենց մեծ լուրջ խնդիր լինի, որ այդ ամեն ինչը բարձրացնեն։ Նույն ինչ որ մի հուշահամալիր ունեն, փոքրիկ, որը արդեն մոռացության է մատնվել։ Կարող են այդ անդրադարձումները այդ փոքրիկ այսօր այնքան հասանելի է դա ամեն ինչը ռիլերի միջոցով, վիդեոների միջոցով ավելի հայտնի դարձնեն։ Նույն այդ գյուղի մասին հասկացանք այդ տեսագյունը, որ չեն ուզում այդ բարեկամ ծանոթ սկզբունքը խախտեն, թող այդ իրենց գյուղի մասին միջոցառումներ կազմակերպեն իրենց գյուղում եւ այլն եւ այլն։ Ավակները հարցնում են ինչի համար, ինչներիս է պետք։ Դա մեզ ինչա տալիս։ Օրինակ, հա, համաձայն եմ, որոշ տեղերում այո, որոշ տեղերում հենց ավակներն են դրտում երիտասարդությանը ավելի ակտիվ լինելու։ Հա։ Այսինքն երիտասարդություն կա համայնքում, գյուղում, բայց այդ ակտիվությունը չկա։ Մեծահասակներն են դրտում, որ այդ ակտիվությունը մտցնեն գյուղ կամ համայնք։ Ես ճիշտ ասած մի քիչ եմ հանդիպել իրավիճակի, որ մեծահասակները ավելի շատ ակտիվություն փորձեն դրթեն։ Հիմնականում երիտասարդներն են ինչ-որ բան սկսել, տես, քանի որ օրինակ այսօր դե համացանցը շատ կարևոր է ու ավելի շատ բնականաբար երիտասարդներն են համացանցում ակտիվ։
իրենք այնտեղ տեսնում են լիքը գործիքներ, լիքը ձևաչափեր, որ կարելի է ինչ-որ մի բան անել, որ մեծերին ծանոթ չի, մեծերի համար խորթ է։ Բնականաբար երիտասարդները փորձում են այդ նորությունը, այդ նոր ձևաչափով ինչ-որ մի պրոբլեմ կլինի կամ ինչ-որ մի երևույթ կլինի, որի մասին արժի խոսալ, բերեն ինտերնետով տարածեն կամ ինտերնետից վերցրած որևէ թրենդով։ Մեծահասակների համար, քանի որ դա մշակութային առումով նաև խորթ գործիք է, իրենք աշխատում են կամ արգելափակեն դա, արգելեն կամ առնվազն չմասնակցեն։ Այս տեսանկյունից մի փոքր համաձայն չէի, բայց որովհետև կարող է համայնքների տարբերություն է։ Օրինակ ես Շիրակի մարզում նկատել եմ, որ թե մեր հիմնական սկսել ենք մեր գործունեությունը Շիրակի մարզից եւ այնտեղ ավելի շատ մեծահասակներն են։ Մենք միջոցառում ենք կատարում, ինչ որ մի հարցի քննարկում կամ ինչ որ մի հատ միջոցառում, ես նույնիսկ տեսել եմ մեծահասակներ, որ դժվարությամբ են տեղաշարժվում, բայց անպայման գալիս են։ Դա երևի երիտասարդության պարագայում այլ է։ Մենք խնդիր ունենք, որ երիտասարդությանը ներգրավենք։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ ամբողջ երիտասարդության ներգրավումը որպես այդպեսին, այսինքն ակտիվ երիտասարդը նորմա, որ լինի, դա կլինի բավական ուշ։ Հիմա չի լինելու, որովհետև դեռևս ներհասարակական լիքը չլուծված խնդիրներ ունենք, երիտասարդությունն իր ներուժը ծախսում է ուրիշ տեղերում։ Դա կլինի ինչ-որ առումով քաղաքական, դա կլինի ինչ-որ առումով սոցիալական կամ տնտեսական հարցեր ու դրանով զրկվում է երիտասարդությունը իր ուժը ցույց տալու հնարավորությունից։ Ունենք նաև արժեքների խնդրեմ, այսինքն այն արժեքները, որով մենք գովերգում ենք։ Օրինակ հայկական ազգային պարը, օրինակ։ Արդյոք մենք իրոք հավատում ենք, որ դա ազգային արժեք է, թե չէ։ Կամ մենք ստում ենք ու դա ազգային արժեք չի, դրա համար է մեր մասնակցությունը դրան այդքան քիչ, կամ էլ դեռևս լավ չենք հասկացել, որ դա ազգային արժեք է, դրա համար փորձում ենք դեռևս զգուշ մոտենալ դրան։ Ես այդ բարի նույն օրինակը բարով բերեմ, երիտասարդության մեծամասնությունը նայելով այդ միջոցառումներին, որ կազմակերպվում է թեկուզ փոքրիկ, փոքր օրինակը ավելի ճիշտ հնչի, գնում է ազգային պար Քոչարի, բայց այդ պարը պարում են այն մարդիկ, որոնք այդ հայկական տեսքը չունեն։ Ոնց է մեր մոտ ընդունված արտասահմանցիները գալիս են տուրիստները չի, հայեր, որոնք արդեն մի քիչ կոպիտ է հնչում, երկար մազեր են պահում ու ներկում են տղաները, այս ազգայինը։ Մենք մեր ազգայինը այսքան ժամանակ ուրիշ ձև ենք պատկերացնել եւ երիտասարդը երբ այդ ամեն ինչը տեսնում է, իր մոտ հիասթափություն է առաջացնում մասնակցությունը։ Այդ խնդիրը այսինքն զուտ արտաքին տեսքի հետ կարելի է նաեւ արտաքին տեսք ասել։ Ճիշտն ասած, ինձ թվում է պահելաձևը Եվրոպայում այդ խնդիրը էլի։ Իմ կարծիքով այստեղ կարծրատիպերի հարցը շատ կա, երբ որ ասում ենք ազգային պար կամ ազգային այդ մարդու կերպար, երկար մազերը ինքը մի քիչ կենցաղային ոչ թե երկար մազերը ճիշտ հասկանանք էլի իրար այդ օրինակ ես դրա համար ասեցի, երբ որ պարում է հայկական Քոչարի, բայց տղան նույն ներկել է մազերը կարմիր գույնի, ես մի փոքր կոպիտ եմ արտահայտվում, իհարկե կներեք, բայց պարում է Քոչարի կարմիր գույնի մազերով, երկար ու չես հասկանում իր տեսքը ոնց է, էլի։ Ինչքանով է իր մազերը ու հայկական Քոչարին իրար հետ համատեղել։ Անում տենց ներողություն արդայդության համար, բայց ինքը գալիս հայկական ավանդական պարը պարում։ Այդ ամեն ինչը վանում է։ Իսկական է հայկական երիտասարդությունը։ Կարծում եմ, որ այստեղ հենց այդ նույն կարծրատիպերի հարցն է, այստեղ ոչ թե լավի ու վատի հարցն է, այլ երբ որ ուզում ենք հասկանանք, օրինակ ասենք գոթական կամ էմո ոճի երիտասարդ ու հայկական Քոչարի ինչքանով են իրար հետ համատեղելի, պետք է հասկանանք նախ առաջ Քոչարի իմաստը։ Ինչ է Քոչարին, ինչի համար է նախատեսված, ինչ է ուզում ասի ազգը այդ պարով։ Ու արդյոք այդ պարը կարելի է համատեղել գունավոր մազերի կամ, չգիտեմ, ներկած եղունգների հետ, օրինակ։ Եթե հասկանանք, որ օրինակ այդ նույն երիտասարդը կարա Քոչարի պարի ու դրանից Քոչարի արժեքը չի իջնելու, մարդիկ կշարունակեն պարել, բայց եթե Քոչարին զուտ մի օրինակն է, բայց եթե տեսնենք, բայց տես օրինակ այդ նույն երիտասարդները, որոնք իրենց տեսքով
քան այն մեր ստանդարտ ազգայինը, որ ասում ենք։ Այդ ավելի շատ համարձակ, թե ավելի շատ ակտիվ, քան մեր Ավելի շատ համարձակ գիտես ինչի, որովհետև այսօր եթե խոսքը գնում է առհասարակ ակտիվության հետ կապված, մարդը կամ ակտիվ է հիմնականում, ամեն ինչում էլ ակտիվ է, կամ հիմնականում պասիվ է։ Այսինքն ես շատ քիչ եմ հանդիպել մարդկանց, ովքեր սենց ազգայինը շատ են սիրում, ազգային բաներին մասնակցում են, բայց օրինակ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը ասում են նորմալ է։ Այդպես չի լինում սովորաբար։ Սովորաբար մարդը կամ հիմնականում ակտիվ է ամեն ինչում, կամ ամեն ինչի նկատմամբ ունի սենց մի քիչ զգուշավոր վերաբերմունք, հա։ Դրա համար էլ դեռևս այդ ոնց որ քննարկումների փուլն է մեր մոտ։ Մեր մոտ սենց ասած այդ լիբերալ կապիտալիզմը, որ մտել ենք 90-ականներից որպես հասարակարգ, մեր մոտ դեռևս ոչ նորմալ նստել է, ոչ նորմալ մերժվել է, այսինքն դեռ քննարկումների փուլ կգնա, ինչ-որ մի բան կմերժվի, ինչ-որ մի բան կընդունվի, այդ հարաբերությունների պարզեցումից հետո նոր արդեն երիտասարդությունը հանգիստ սրտով կսկսի մասնակցել այն ամեն ինչին, ինչից այսօր մեկ-մեկ մի քիչ քաշվում է, որովհետև տես մի 10 տարի առաջ օրինակ կամավոր հիմունքներով աղբ հավաքել Երևանի փողոցներում դա ինչ-որ մի քիչ տաբու էր, մանավանդ ջահել տղերքի համար չէին անի, այսօր շատ-շատերն են անում, որը գովելի է։ Էլի մի 10-15 տարի առաջ երիտասարդներից շատ-շատերը առհասարակ կամավոր որևէ բան չէին անում, եթե դա կիսառազմական, կիսահայրենասիրական բնույթ չէր կրում։ Այսօր անում են եւ կրթական միջոցառումներ, եւ մշակութային, ու դա լավ է, այսինքն երիտասարդությունը սկսում է հասկանալ, որ ինքը իրավիճակի տերն է, ինքը հասկանում է, որ ինքը կարող է մասնակցի, ինքը կարող է լիքը բաներ փոխի։ Մնում է այս ամեն ինչը էվոլյուցիոն ձևով գնա աճի այնքան, որ ի վերջո երիտասարդները մենակ ուսանող չլինեն, մենակ աշակերտ չլինի կամ մենակ բլոգեր չլինի, այլ ինքը հասկանա, որ հասարակության կարևոր անդամն է ինքը, որ ինքը այս ժամանակաշրջանի տերն է ու ինքը եթե ակտիվ չեղավ, եթե ինքը չբերեց այն փոփոխությունները, որում ուզում է ապրի, ուրիշները իրան այդ փոփոխությունը չեն տալու։ Մենք ուզում ենք, չէ, եվրոպական ազատություն, բայց մենք նաև ունենք ազգայինը պահելու խնդիր, սենց շատ դեպքերում ոնց որ բախվում են իրար եվրոպական ազատությունը, ազգային խնդիրը, երկուսի նկատմամբ էլ ունենք կարծրատիպ։ Մենք ոչ նորմալ գիտենք, թե այդ եվրոպական ազատությունը ինչ է, ոչ էլ լավ պատկերացնում ենք ազգայինը ինչ է։ Ինչու՞մն է խնդիրը, որ մենք չենք պատկերացնում այդ երկուսը։ Որովհետև Կրթական համալիրը, համակարգը։ Կրթական համակարգը երևի խնդրի վերին հատվածն է, ավելի շատ սովորական մարդկանց ընկալումն է Եվրոպայի հետ կապված։ Ազգայինի ինչն է խնդիրը, որ մենք եթե մենք ասում ենք ազգային պահվածք, ազգային մշակույթ կամ ազգային մի բան, որը պիտի պահի հայ երիտասարդի կողմից, դա հիմնականում կես ֆիդայական, կես ռազմականացված ձևն է։ Մենք ազգայինը շատ քիչ ենք խորանում մշակույթի մեջ, պատկերացրել հիմնականում կես ռազմական, կես կենցաղային։ Նույնը Եվրոպայի հետ կապված է, որը ընկալվում է ավելի ռադիկալ ձևով, վերցնելով մի քանի երևույթներ, որոնք չեն ընդունվում հասարակության կողմից, ու դա պրոյեկտվում է առհասարակ եվրոպական ազատության հետ։ Եվրոպական ազատությունը համեմատելով շատ կներեք խուժանության հետ, որը առհասարակ Եվրոպայի հետ որպես այդպեսին կապ չունի, որովհետև դու կամ ազատ ես, դու կամ ազատ չես, թե տակից ինչ կանեն, դա եվրոպականության հետ չի կապված։ Նույնը կարելի անել եւ Չինաստանում, եւ Ռուսաստանում, եւ Աֆրիկայում։ Բայց քանի որ չգիտենք մենք եվրոպական ազատության այն հիմնական էությունը, վերցնում ենք դրա երևացող են վատ կողմերը, դա հակադրում ենք ազգայինին ու ստացվում է, որ ազգային ու եվրոպականը իրար հետ առանձնապես համատեղելի չեն։ Ու դրա համար էլ ակտիվ երիտասարդը արդեն սենց ոնց որ չի կարողանում հասկանա, ես կամ դառնում եմ ապազգային եվրոպական, կամ դառնում եմ կոնսերվատիվ քարացած մի բան, բայց երկուսն էլ կեղծ է հնչում, որովհետև եվրոպական ազատ մտածողությունը ու հայկական ազգայինը դրանք իրար չեն հակասում, եթե երկուսին էլ մոտենում ես լուրջ գիտակցական մակարդակով։ Այ օրինակ, ինչպես կարելի է անել ըստ քեզ, որ մարզերի եւ մայրաքաղաքի կապը ավելի ամրապնդվի երիտասարդության առումով, քանի որ այդ խնդիրը կա։ Նայ այն ու երիտասարդ ով չի գալիս Երևանը սովորելու կամ աշխատանքի, որը շատ կա այսօր Երևանի հետ կապը,
ավելի շատ այդ կապի խնդիրն է ունենում, թե միջոցառումների, թե այդ զարգացումը ոնց կարելի է։ Կարծում եմ երկու ուղղություն կա, որ պիտի աշխատեն։ Առաջինը դա այդտեղ պետությունը շատ մեծ աշխատանք ունի անելու, ակտիվացնելու համայնքների մշակութային կյանքը, այսինքն խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող այդ մշակույթի տները, որ այսօր էլ կան ու միտեղ աշխատում են, միտեղ չէ, իրենք շատ ակտիվ պիտի լինեն։ Պետության զուգահեռ հասարակական այն բոլոր կառույցները, այն բոլոր նախաձեռնությունները, ովքեր որոշակիորեն աշխատում են այդ ուղղությամբ, իրենք անընդհատ պիտի գան մարզեր, պիտի գան գյուղեր, իրենք ինչ որ նորություն բերեն, առաջարկեն, փորձեն իրենք էլ իրենց չափով աշխուժացնեն համայնքային մշակութային կյանքը, որովհետև Հայաստանում ավելի շատ գյուղական կյանք կա, քան քաղաքային, այսինքն Երևանը, Գյումրին, Հայաստանում 8-9 քաղաք եթե դնում ես մի կողմ, մնացածը մնում է համայնքային կյանքերը, բավական մեծ բնակչությամբ, եւ պետությունը եւ հասարակական խմբերը պիտի շատ ակտիվ լինեն համայնքներում։ Օրինակ ես ասեմ, ես Հայաստանում հիմնականում բոլոր համայնքներում եղել եմ, ինձ համար շատ դժվար է օրինակ վերցնենք, որ ես մի համայնքում չեմ եղել ու խոսեմ այդ համայնքի մասին, այդ համայնքի գեղեցկության, զարգացման, ավանդույթների հետ առանձնահատուկ։ Ես գտնում եմ, որ պետք է համայնքի շարժը շատ լինի։ Համայնքի շարժը պետք է լինի։ Պետք է Գյումրեցին գնա Սյունիքին կա Վայոց Ձոր, այդ կներեք, այդ ամբողջը բոլոր մարզերում, համայնքներում լինեն։ Հենց այդ եմ ասում, որ պետությունը պիտի ակտիվացնի մշակութային կյանք, այսինքն կլինեն դրանք ինչ որ ֆորումներ, ֆեստիվալներ, տարբեր միջոցառումներ, որոնք Երևանից դուրս պիտի արվեն տարբեր գյուղերում, տարբեր համայնքներում, ընդգծելով տվյալ գյուղի ու համայնքի մշակութային առանձնահատկությունը։ Եթե Գյումրիում գործող հասարակական որևէ կառույց ինչ որ մի ձևաչափով պետության հետ համագործակցելով կամ այլ հասարակական կազմակերպության հետ այցելի Սյունիք, այցելի Լոռի, աշխուժանալու է այդ համայնքների մեջ մշակութային կապ, այսինքն սյունեցի եւ շիրակցի երիտասարդները եթե իրար հետ անում են եւ Սյունիքում եւ Վանաձորում եւ մյուստեղ մի քանի մշակութային միջոցառումներ, նրանց մեջ մի քանի բան է ձևավորվում իրար հետ աշխատելու մշակույթն է ուժեղանում, իրար ավելի լավ ճանաչելն է ուժեղանում ու նաև նրանք սկսում են վստահել մեկը մյուսին։ Այդ մշակութային կտրվածությունը վերանում է ու տարբեր համայնքների մեջ եղած այդ առանձնահատկությունները ոչ թե սկսում են հակասել իրար այդ դեպքում, այլ փոխ լրացնել։ Դա է մեզ պակասում։ Օրինակ նայի, ես իմ բանից օրինակ բերեմ, ես մինչև ծառայության գնալը շատ քիչ շփումներ եմ ունեցել, այլ կողքի մարզի ժողովրդի հետ չի եղել, այդ փոքրիկ միջոցառումների ժամանակ, երբ որ էքսկուրսիա են գնում կամ ընկերական ներողություն, հանդիպումների են գնում, այդպես։ Մինչև հետո նոր արդեն ուսանողական կյանք բոլոր տեղերից գալիս են, բայց արդեն դպրոցական տարիներից պետք է դա ամեն ինչ զարգանա։ Հա, իհարկե դպրոցական տարիներից, այսինքն երբ որ ասում եմ պետության ներկայություն հասարակական ակտիվացման գործում, այդ պիտի լինեն շատ մեծ թվով էքսկուրսիաներ ամենուր։ Մարզի երեխաները դպրոցական այն փոքր հասակից պիտի այցելեն էքսկուրսիա ոչ միայն Երևան ու զուտ թանգարան գնան, ոչ թե մի հատ պիտի գնան աշտարակից Զորեն, խնջույքի տեղ ու դուրս գան, այլ մինչև ասենք 20 տարեկանը հայ երիտասարդը առնվազն պիտի Հայաստանի մարզերի գոնե կեսում լինի, պիտի տեսնի հենց այն նույն բնական հուշարձանները, պիտի տեսնի այն ամեն ինչը որ կոչվում է Հայաստան։ Գիտես ազգային արժեք ասել, հայրենասիրություն ասել, դառնում է օդ, եթե դու այդ հայրենիքը չես ճանաչում։ Դու չես կարողանում սիրել այն երկիրը, որը չես ճանաչում։ Օրինակ, ես մի քանի անգամ որպես էքսկուրսիա բարձրացել եմ Արագածի կատարը իջել եմ, խմբով բարձրացել իջել ենք ու երեխեքից բարձրացողներից շատերը, որ առհասարակ նման բաներ չեն արել, իրենց համար ոնց որ նոր աշխարհ գտած լինեն։ Իրենք սկսում են Հայաստանի մեջ Հայաստան բացահայտել։ Այսինքն, եթե ես անընդհատ գնամ Գյումրի, Լոռի, Սյունիք, մյուս տեղերը, ես սկսում եմ ավելի լավ ճանաչել Հայաստանը։ Ես արդեն փորձում եմ այդտեղի համար մի բան անել, որովհետև եթե ես մենակ նստած եմ Երևանում, ես Հայաստանը փորձում եմ ճանաչել ինտերնետով, դա իմ համար Հայաստան չի, դա իմ համար վիրտուալ տարածք է։ Նույնիսկ ես կարող եմ Կալիֆոռնիան սիրեմ, որովհետև սիրունա լավ կանյոն կա։
բայց եթե ես ճանաչում եմ Հայաստանը, ես շփվում եմ այնտեղ իմ նման մարդկանց հետ, ես ինչ եմ տեսնում, եւ նոր տարածք, եւ նոր մշակութային ինչ-որ առանձնահատկություններ, որ ինձ անծանոթ էր, եւ տեսնում եմ իմ նման մարդկանց, ովքեր աշխատում են այնտեղ։ Եթե ես չգիտեմ իմ նմաններին, ակտիվ մարդկանց, ինձ թվում է, թե մենակ ես եմ, իմաստ չկա, բայց ես քեզ եմ ճանաչում, հետո ճանաչում եմ մյուսին, հետո մյուսին, մեկ էլ տեսնում եմ, որ Հայաստանում իրականում շատ մարդ կա, շատ խմբեր կա, ուղղակի իրանք իրար չեն ճանաչում։ Հենց այդ ծանոթությունը բավարար, ասենց ասած, աշխատանքային մակարդակի գա հասնի, երիտասարդության ակտիվացման հարցն էլ կլուծվի, այսինքն երիտասարդությունը կհասկանա, որ այդ սոցիալական, քաղաքացիական առաքելությունը, որ ինքը ունի անելու, դա ոչ թե պարտադրանք է, դա ոչ թե տհաճ ու ծանր գործ է, այլ դա իր ամենօրյա կյանքը նորմալացնելու, երկիրը ավելի լավը դարձնելու ձև է։ Իմ համար հայրենասիրությունը սեփական ժողովրդին ավելի լավը դարձնելու ձգտումն է, որը այսօր հայ երիտասարդությանը այդ հնարավորությունը տրված է։ Եթե 15-20 տարի առաջ տեխնիկական միջոցները այդքան քիչ էին, հնարավոր չէր ասել, այսօր Լոռեսի ու չգիտեմ, Շիրակում ապրող երիտասարդը հանգիստ կարող են հեչ որ չէ համացանցով իրար հետ մի հատ Zoom-ով հանդիպում դնել, մի հետաքրքիր թեմայից խոսել, երեկոներ մի քանի այդպես անել, հետո որևէ մարզում կամ որևէ քաղաքում հավաքվել մի հատ արդեն իրար օֆլայն տեսնել։ Համեն մի փոքր միջոցառում Հա, կարելի հիմա հեշտ է, իրականում շատ է հեշտացել, հնարավորությունները շատ մեծ են, բայց միաժամանակ հասկանանք, որ ինտերնետը տալիս է ոչ միայն լավ, այլև վատ բան անելու հնարավորություն։ Իսկ այդ էժան սնունդը, անորակ բլոգերությունը կամ զուտ տրենդային բաները մարդկանց ավելի շատ են հետաքրքրում, որովհետև դրանով եւ ուշադրություն ես ձեռք բերում եւ ինչի՞ չէ փող ես աշխատում, մի բան, որը հայրենասիրությունը քեզ չի տալիս։ Հայրենասիրության փող չեն աշխատում, չեմ մեծ մասը, մեր մոտ այդպես է ընդունված ու այդպես է։ Ու դա կարծում եմ նաեւ լավ է, որովհետև եթե հայրենասիրությունը սկսի հիմնականում փող բերել, դա էլ հայրենասիրություն չի, դա մասնագիտություն է դառնում։ Շնորհակալ ենք Արայիկ, քանի որ մենք ունենք ժամանակի հետ խնդիր, երևի այսքանով եզրափակենք, դեռ շատ առիթներ կունենանք քննարկելու։ Ուրախ կլինեմ։ Այսօր մեր եթերում էր նաև Հաղթող հայր ոդկասթներ, մեր հյուրն էր Արայիկ Մկրտումյանը, հանդիպենք հաջորդ շաբաթ այլ թեմաների շուրջ։